Պատկերացրու, որ նայում ես գիշերային երկնքին։ Դու տեսնում ես անթիվ անհամար աստղեր։ Այս աստղերի մեծ մասը, մեր արեգակն էլ հետը, մի հսկայական աստղային քաղաքի մաս են կազմում։ Այս տիեզերական քաղաքը մենք անվանում ենք գալակտիկա։ Գալակտիկաները աստղերի, գազի ու փոշու մեծ հավաքածուներ են։ Իրենք նաև պարունակում են մի խորհրդավոր բան, որին մութ մատերիա են ասում։ Այս բոլոր բաղադրիչները իրար հետ կապված են զգողականության հսկայական ուժով։ Մեր տունը գալակտիկան կոչվում է իր քաթին։ Դա ուղղակի տիեզերքի բազմաթիվ գալակտիկաներից մեկն է։ Մտածի դրա մասին որպես մեր տեղական աստղային թաղամաս, բայց շատ ավելի մեծ մասշտաբով։ Բա քանի գալակտիկա կա ընդհանրապես։ Դե, աստղագետները հաշվում են, որ հարյուրավոր միլիարդներ, գուցե նույնիսկ տրիլիոններ կան։ Դրանցից ամեն մեկը կարող է միլիարդավոր կամ նույնիսկ տրիլիոնավոր աստղեր ունենալ։ Այնքան մեծ թիվ է, որ դժվար է լրիվ պատկերացնել։ Պատկերացրու երկրի բոլոր լողափերի ամբողջ ավազահատիկները։ Տիեզերքի աստղերի թիվը կարող է դրանից էլ շատ լինել։ Ամեն մի գալակտիկա մի առանձին տիեզերք կղզի է, որոնք իրարից բաժանված են միջգալակտիկական հսկայական տարածություններով։ Մենք ամեն օր դեռ նոր բաներ ենք բացահայտում իրենց մասին։ Զարմանալի է, չէ՞։ Երկար ժամանակ մենք չգիտեինք էլ, որ ուրիշ գալակտիկաներ կան։ 20-րդ դարի սկզբին, Էդվին Հաբլի նման աստղագետները մի շատ կարևոր բացահայտում արեցին։ Ինքը ցույց տվեց, որ երկնքում երևացող մշուշոտ բծերը, որոնց առաջ փարուրաձև մի կամացություններ էին ասում, մեր իր կաթինի մեջ գտնվող գազի ամպեր չեն։ Դրա փոխարեն, դրանք հեռավոր անկախ գալակտիկաներ էին, մերից շատ հեռու։ Այս բացահայտումը շատ մեծացրեց տիեզերքի չափերի ու մասշտաբների մասին մեր պատկերացումները։ Դա մեր միակ տիեզերք կղզին դարձրեց անթիվ կղզիներից մեկը, ցրված մի հսկայական տիեզերական օվկիանոսում, ու ընդմիշտ փոխեց մեր տեղը տիեզերքում։ Այնպես որ երբ նայում ես աստղերին, հիշիր, որ դու նայում ես մեր տեղական գալակտիկական ընտանիքին, բայց սրանցից այն կողմ, խորը մթության մեջ, անթիվ անհամար այլ գալակտիկաներ կան, որովհետև իրենք այնքան հեռու են, այդ հեռավոր գալակտիկաների լույսը միլիոնավոր, նույնիսկ միլիարդավոր տարիներ է պետք, որ մեզ հասնի։ Սա նշանակում է, որ երբ մենք իրենց դիտում ենք, մենք իրականում նայում ենք անցյալին։ Մենք իրենց տեսնում ենք այնպիսին, ինչպիսին իրենք եղել են, երբ տիեզերքն ավելի երիտասարդ էր։ Գալակտիկաներն ուսումնասիրելը նման է ժամանակի մի մեքենա ունենալուն, որը թույլ է տալիս մեզ կտոր հավաքել տիեզերքի պատմությունը և դրա մեջ մեր իսկ ծագումը։ Գալակտիկաները բոլորը նույնը չեն։ Իրենք լինում են զարմանալի տարբեր ձևերի ու չափերի։ Մտածի դրա մասին որպես տիեզերական կենդանաբանական այգի, որը լիքն է աստղային համակարգերի տարբեր տեսակներով։ Աստղագետները գալակտիկաները դասակարգում են ըստ իրենց տեսքի, իրենց արտաքին տեսքի։ Ամենահայտնի դասակարգման համակարգը Հաբլի հաջորդականությունն է, որը հաճախ պատկերում են կամերտոնի նման դիագրամով։ Այս համակարգը օգնում է մեզ դասակարգել տարբեր կառուցվածքները, որոնք մենք տեսնում ենք գեղեցիկ պարույրներից մինչև մշուշոտ էլիպսաձևեր։ Ամեն տեսակ իր պատմությունն ունի իր ձևավորման, իր անցյալի ու իր մեջի աստղերի մասին։ Այս ձևերը հասկանալը օգնում է մեզ հասկանալ գալակտիկաների զարգացումը։ Եկեք սկզբում խոսենք պարուրաձև գալակտիկաների մասին։ Մեր իր քաթինը պարուրաձև գալակտիկա է։ Այդպիսին է նաև մեր ամենամոտ մեծ հարևանը, Անդրոմեդայի գալակտիկան։ Այս գալակտիկաներին բնորոշ է աստղերից, գազից ու փոշուց կազմված տափակ, պտտվող սկավառակ։ Իրենք ունեն գեղեցիկ պարուրաձև թևեր, որոնք դուրս են գալիս կենտրոնական ուռուցիկ մասից։ Այս թևերը նոր աստղերի առաջացման թեժ կետեր են, լիքը պայծառ, երիտասարդ, կապույտ աստղերով։ Կենտրոնական ուռուցիկ մասը սովորաբար ավելի հին, կարմրավուն աստղեր է պարունակում։ Պարուրաձև գալակտիկաները շատ ակտիվ տեղեր են, որոնք անընդհատ նոր սերնդի աստղեր են ստեղծում իրենց միջաստղային նյութի առատ պաշարներից։ Հետո ունենք էլիպսաձև գալակտիկաներ։ Ի տարբերություն պարուրաձևերի, էլիպսաձևերը հիմնականում հարթ են ու առանց առանձնահատկությունների։ Իրենք ունեն էլիպսի կամ ձվի նման ձև։ Այս գալակտիկաները պարուրաձևերի համեմատ շատ ավելի քիչ գազ ու փոշի են պարունակում,
Սա նշանակում է, որ իրենք նոր աստղեր ստեղծելու համար շատ հումք չունեն։ Դրա արդյունքում, էլիպսաձև գալակտիկաները հիմնականում կազմված են ավելի հին, զարգացած աստղերից, որոնք իրենց կարմրավուն կամ դեղնավուն փայլ են տալիս։ Իրենք չափերով շատ տարբեր են լինում, փոքր գաճաճ էլիպսաձևերից մինչև հսկայական գիգանտներ, որոնք կարող են գերիշխել գալակտիկաների ամբողջ կուտակումներում։ Շատ աստղագետներ կարծում են, որ մեծ էլիպսաձևերը ձևավորվում են ավելի փոքր գալակտիկաների միաձուլումից, տիեզերական ժամանակի ընթացքում։ Վերջապես, կան անկանոն գալակտիկաներ, ինչպես անունն է հուշում, այս գալակտիկաները հստակ չեն մտնում պարուրաձև կամ էլիպսաձև տեսակների մեջ։ Իրենք հստակ, կանոնավոր ձև չունեն։ Իրենց տեսքը հաճախ քաոսային ու անկազմակերպ է։ Անկանոն գալակտիկաները սովորաբար ավելի փոքր են պարուրաձևերից կամ էլիպսաձևերից։ Իրենք հաճախ հարուստ են գազով ու փոշով և կարող են աստղերի շատ ուժեղ առաջացման փորձկումներ ունենալ։ Մագելանի ամպերը երկու փոքր գալակտիկաներ, որոնք պտտվում են Քիրքաթինի շուրջ, անկանոնների օրինակներ են։ Կան նաև ոսպնյակաձև գալակտիկաներ, որոնք կարծես միջանկյալ տեսակ են պարուրաձևերի ու էլիպսաձևերի միջև։ Ունեն սկավառակ, բայց ոչ հստակ պարուրաձև թևեր։ Գալակտիկաները չափերով զարմանալի բազմազանություն ունեն։ Ոմանք տիեզերական փոքրիկ ձկնիկների պես են, իսկ մյուսները իսկական հսկաներ։ Այս հսկայական չափերի մասին խոսելու համար մենք օգտագործում ենք մի միավոր, որը կոչվում է լուսատարի։ Լուսատարին այն հեռավորությունն է, որը լույսն անցնում է 1 տարում, այսինքն մոտավորապես 9.5 տրիլիոն կիլոմետր կամ գրեթե 6 տրիլիոն մղոն։ Նույնիսկ մեզ ամենամոտ աստղերը մի քանի լուսատարի հեռավորության վրա են։ Երբ խոսում ենք գալակտիկաների մասին, մենք գործ ունենք հազարավոր, 100 հազարավոր կամ նույնիսկ միլիոնավոր լուսատարիներով չափվող հեռավորությունների հետ։ Սա մի մասշտաբ է, որը մեր առօրյա պատկերացումները հեռավորության ու տարածության մասին փորձության է ենթարկում։ Ամենափոքր գալակտիկաները հայտնի են որպես գաճաճ գալակտիկաներ։ Սրանք կարող են պարունակել մի քանի միլիոնից մինչև մի քանի միլիարդ աստղ։ Սա կարող է շատ թվալ, բայց իրենց ավելի մեծ զարմիկների համեմատ շատ փոքր է։ Շատ գաճաճ գալակտիկաներ պտտվում են ավելի մեծ տեր գալակտիկաների շուրջ, արբանյակների նման։ Մեծ և փոքր Մագելանի ամպերը, որոնք տեսանելի են հարավային կիսագնդից, գաճաճ անկանոն գալակտիկաներ են, որոնք պտտվում են մեր Քիրքաթինի շուրջ։ Իրենց չափերը համապատասխանաբար մոտ 14,000 և 7,000 լուսատարի են։ Չնայած իրենց փոքր չափերին, գաճաճ գալակտիկաները աներևակայելի կարևոր են։ Կարծում են, որ դրանք ամենահին գալակտիկաներից են, և դրանց ուսումնասիրությունը օգնում է մեզ հասկանալ, թե ինչպես են ձևավորվել ավելի մեծ գալակտիկաները։ Մեր Քիրքաթին գալակտիկան բավականին տիպիկ, միջին չափի պարուրաձև գալակտիկա է։ Իր աստղային սկավառակի տրամագիծը մոտ 100,000 լուսատարի է։ Եթե կարողանայիր լույսի արագությամբ ճամփորդել, միևնույն է, քեզանից 100,000 տարի կպահանջվեր մի ծայրից մյուսը հասնելու համար։ Հաշվարկներով Քիրքաթինը պարունակում է 100 միլիարդից 400 միլիարդ աստղ, ներառյալ մեր Արեգակը։ Մեր ամենամոտ խոշոր գալակտիկան հարևանը, Անդրոմեդայի գալակտիկան, մի քիչ ավելի մեծ է Քիրքաթինից, գուցե մոտ 220,000 լուսատարի տրամագծով։ Սրանք այն տեսակի գալակտիկաներն են, որոնք տուն են հանդիսանում մեր տեսած աստղերի մեծ մասի համար։ Հետո կան տիեզերքի իսկական հսկաները, գիգանտ էլիպսաձև գալակտիկաները։ Սրանք ամենամեծ զանգվածով ու ամենախոշոր գալակտիկաներն են, որոնք մենք գիտենք։ Որոշները, օրինակ IC-100-ը, որը գտնվում է Abel Deakibane-Sundance գալակտիկաների կուտակման կենտրոնում, կարող են ունենալ անհավանական 4-ից 6 միլիոն լուսատարի տրամագիծ։ Դա մեր Քիրքաթինից մոտ 50 անգամ ավելի մեծ է։ Այս հսկաները կարող են տրիլիոնավոր աստղեր պարունակել։ Իրենք սովորաբար գտնվում են գալակտիկաների հարուստ կուտակումների կենտրոնում, ու իրենց հսկայական չափերին հասել են միլիարդավոր տարիների ընթացքում թույլ տալով շատ ավելի փոքր գալակտիկաներ։ Իրենց հսկայական չափերը վկայում են զգողականության ուժի մասին տիեզերական դարաշրջանների ընթացքում։
Դե ինչ զարմանալի բաներ են գտնում այս հսկայական աստղային քաղաքների ներսում։ Ամենաակնհայտ բաղադրիչները, իհարկե, աստղերն են, միլիարդավոր ու միլիարդավոր աստղեր։ Աստղերը գալակտիկաների լուսարձակող շարժիչներն են, որոնք թեթև տարրերը միացնում են ավելի ծանրերի հետ ու այդ ընթացքում հսկայական քանակությամբ էներգիա են անջատում։ Իրենք լինում են ամենատարբեր տեսակների՝ տաք կապույտ հսկաներ, սառը կարմիր թզուկներ, մեր արեգակի նման կայուն դեղին արևներ և էկզոտիկ օբյեկտներ, ինչպիսիք են նեյտրոնային աստղերն ու սպիտակ թզուկները։ Այս աստղերը պատահականորեն ցրված չեն։ Իրենք հաճախ խմբված են կուտակումների մեջ, և իրենց բաշխումը մեզ պատմում է գալակտիկայի պատմության ու շարունակվող զարգացման մասին։ Իսկ որտեղ աստղեր կան, հաճախ մոլորակներ էլ կան։ Տասնամյակներ շարունակ մենք գիտեինք միայն մեր արեգակնային համակարգի մոլորակների մասին, բայց հիմա հզոր աստղադիտակների ու խելացի հայտնաբերման մեթոդների շնորհիվ մենք գիտենք, որ էկզոմոլորակները, այլ աստղերի շուրջ պտտվող մոլորակները, աներևակայելի տարածված են։ Աստղագետները հաստատել են հազարավոր էկզոմոլորակների գոյությունը միայն մեր իր քաթին գալակտիկայում։ Այս հեռավոր աշխարհներից մի քանիսը կարող են նույնիսկ քարքարոտ լինել, երկրի նման և պտտվել իրենց աստղի բնակելի գոտում, որտեղ պայմանները կարող են հարմար լինել հեղուկ ջրի համար։ Հետևաբար, գալակտիկաները պոտենցիալ լի են անթիվ աշխարհներով, որոնցից յուրաքանչյուրը յուրահատուկ տիեզերական լաբորատորիա է։ Գրեթե յուրաքանչյուր մեծ գալակտիկայի սրտում, ներառյալ մեր իր քաթինը, թաքնված է գերզանգվածային սև խոռոչ։ Սրանք օբյեկտներ են, որոնք մեր արեգակից միլիոնավոր կամ նույնիսկ միլիարդավոր անգամ ավելի մեծ զանգված ունեն, սեղմված աներևակայելի փոքր ծավալում։ Մենք չենք կարող իրենց ուղղակիորեն տեսնել, որովհետև իրենց ձգողականությունն այնքան ուժեղ է, որ նույնիսկ լույսը չի կարող փախչել։ Բայց մենք կարող ենք դիտել իրենց ազդեցությունը մոտակա աստղերի ու գազի վրա։ Օրինակ, աղեղնավոր A կարդացվում է A աստղ, մեր կիր քաթինի կենտրոնում գտնվող գերզանգվածային սև խոռոչն է։ Այս տիեզերական հրեշները կարևոր դեր են խաղում իրենց տեր գալակտիկաների աճի ու զարգացման կարգավորման մեջ, երբեմն սնուցելով հզոր քվազարներ։ Աստղերից, մոլորակներից ու սև խոռոչներից բացի, գալակտիկաները նաև խորը գաղտնիքներ են պահում։ Գալակտիկաների զանգվածի մեծ մասը ատոմներից չի կազմված։ Դա մի բան է, որը կոչվում է մութ մատերիա։ Մենք չենք կարող այն տեսնել, շոշափել կամ ուղղակիորեն հայտնաբերել, բայց գիտենք, որ այն կա տեսանելի նյութի վրա իր զգողական ազդեցության շնորհիվ։ Ավելին, տիեզերքի ընդարձակումն արագանում է, մի էլ ավելի խորհրդավոր ուժի շնորհիվ, որը կոչվում է մութ էներգիա։ Ուսումնասիրելով գալակտիկաները, իրենց բաշխումը, շարժումներն ու զարգացումը, մենք կարևոր բանալիներ ենք հավաքում, որոնք կօգնեն մեզ բացահայտել իրականության բնույթի և տիեզերքի վերջնական ճակատագրի մասին այս հիմնարար հանելուկները։ Գալակտիկաների մեր ուսումնասիրությունը ճանապարհորդություն է դեպի անհայտը։